Մեզ է միացել Շվեյցարիայի հայկական եւ հայասիրական կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանը։ Բարև ձեզ, Սարգիս։ Ողջույն ձեզ նվեր։ Դե ինչ, իրանական պատերազմի ցնցումները հասել են ավելի շուտ եվրոպական երկրներ։ Չէին սպասում երևի, չէ՞ այս կանարակ։ Նայած ով։ Որովհետև եթե դնդեսությունը նայեք, բարձր որ դնդեսությունը առաջինն է, որ գվերապերվի եւ կգանտրատարնա այս տեսակ խնդիրներին, մանավանդ եթե ընդգրկված երկիրը կարևորագույն երկիրն է, որը քարյուղ եւ գազ է արտահանում։ Դե օրինակ Գերմանիան, կարծեմ նաեւ Ավստրիան եւ ելի երկրները արդեն հայտարարել են ֆորս մաժորային իրավիճակի մասին եւ սկսում են օգտվել ռեզերվից նավթային։ Դա չնայած եվրոպական երկրները ի սկզբանե հայտարարեցին, որ հեռու են մնում այս կոնֆլիկտից եւ չեն խառնվում այդ պատերազմում։ Նորեն եմ ասում նայած ով, որովհետեւ Իսպանիան օրինակի համար շատ հստակորեն դիրքորոշվեց այս խնդրի հետ կապված ճղտերով Դոնալդ Թրամփի մոտեցումը։ Մյուս երկիրները կարծեք թե շատ հստակ ձևավորում չունեցան, դիրքորոշում չունեցան, որովհետև իրականության մեջ իրենք ալ չեն իմանում, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել, բայց որ այս ամեն ինչը խորտ է եւ չի կարելի ուղղակի խաղալ Իրանի պես գայսերամիտ երկիրի հետ, որքանալ որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները միասին հղումներ են դանում Իրան դեմ, սա ցույց է տալիս, որ շատ քաղաքական շատ խակ մոտեցում կա այս տեսակ բادرազմական իրավիճակի հանդեպ։ Դե բացի այս իրադարձությունները Եվրամիություն Միացյալ Նահանգներ հարաբերություններն էին սրվել իհարկե ուկրաինական պատերազմի հողի վրա։ Սա կարող է որոշակի ֆոն ստեղծել իրանական դեպքերի համար։ Կկարծեմ, որ այո, բայց որ դա խորը կարողանա խնդիրները փոխել, ես այս վարքյանից կոնե չեմ կարողանում նախադասել։ Ինչու, որովհետև Եվրոպական միությունը լավ չի կարողացել թե հասկանալ, թե իրականության մեջ երկարադեպ, որովհետև սա երկարադեպ պատերազմ է լինելու, գացությունը ինչ պիտի ստեղծե իրեն համար եւ հարաբերությունների համար ոչ միայն Իրանի հետ, այլ Միջին Արևելքի հետ եւ հետո իհարկե նաև Չինաստանի հետ եւ Հնդկաստանի հետ։ Ահռելի շրջանակ է կոնֆլիկտների։ Բայց վերեք հասկանանք, մեզ ավելի շատ դա է հետաքրքրում, ինձ թվում է նաև ձեզ, թե ինչ է փոխում իրանական պատերազմը հարավային Կովկասի քաղաքական կոնյունկտուրայում, Սարգիս։ Հակառակից սկսենք, այսինքն սկսենք արդեն Հայաստանի դիրքորոշումից եւ Հայաստանի դիրքորոշումը այս խնդրի հետ կապված հստակ գեցվածք չի ցուցաբերել, մանավանդ որովհետեւ մի կողմից եթե տեսնեք թե կառավարության կողմ է, թե ամենայն հայոց կաթողիկոսության կողմ է, դիրքորոշումներ կան սուքի ոնց որ մոդեցման իրանական իրողության եւ այլն, բայց իրենք ալ չեն իմանում եւ մանավանդ վարչախումբը չի իմանում, թե ինչ պիտի անի, որովհետեւ վարչախումբը որոշ մասով ինքը ուղղվել է արդեն դեպի Միացյալ Նահանգներ, բայց ինքն ալ հասկանում է, որովհետև վարչախումբի մեջ ալ խելացի անձնավորություններ կան, որ իրականության մեջ սա կարող է շատ ծանր իրավիճակի հասցնել Հայաստանի գացությունը։
Հիմա նայեցեք ինչա կատարվում։ Ինչ որ կվերապերի Տրիպի պատմությունը, այսինքն Թրամփի այս կուլուարի, այսինքն միջանցքի երևակայած այս հնարավորությունը, մանավանդ հիմա սա ստանում է ոնց որ մի իրավիճակ, մի գացություն, որը Իրանի կորձոնը բոլորովին մեգուսացում է եւ իբր թե ավելի թյուրացնում է արևելք-արևմուտք հարաբերությունները եւ ոչ հյուսիս-հարավ-արևելք հարաբերությունները։ Բայց այս տեսակ մի գացություն չգարձեք, որ Չինաստանի համար թյուրությամբ պիտի կարողանա ակնկալվել, որովհետեւ արևելք-արևմուտք հարաբերությունները անպայման չի նշանակում, որ Չինաստանը ընդգրկված է եւ Հնդկաստանը ընդգրկված են։ Ընդհանրակը իրենք դուրս են մնալու այս ամեն ինչից։ Եվ ասված չնե, եթե այս կոնֆլիկտի մեջ ներգրավվի նաեւ Պակիստանը, մենք լրիվ ուրիշ հարաբերության մեջ պիտի մտնանք, ինչ որ գվերապերի Հնդկաստանի ներքաշողականության մեջ եւ հոն ինչ պիտի անենք մենք, որովհետեւ մենք չմոռանանք, որ ամենակարևոր զինամթերքի արտահանողը դեպի Հայաստան ոչ Ռուսաստանն է, ոչ Ադրբեջանն է, ոչ Թուրքիան է, ոչ ուրիշ երկիր է, այլ Հնդկաստանը։ Եվ մենք պետք է զգուշ լինենք այս գացության մեջ, ընդհանրապես մարդկանց ոտերի վրա չքայլելու։ Եվ ինչ որ գվերապերի Տրիպը, ես ցես ուզում եմ, ես խոսում եմ Տրիպի մասին, որովհետև սա է ամենակարևոր Հարավային Կովկասի Դե համաձայն եմ, Տրիպը նույնչափ կարևոր է, եթե ոչ ավելի, նաև Բաքվի համար։ Այնպես որ Բաքվի ամերիկյան ուղղությունը նույնպես թաքցնել հնարավոր չի այստեղ։ Անոր վրա գասկած չի գա, մանավանդ որ Բաքուն թե քարյուղի եւ թե գազի կարևորագույն արտահանող մի կորձոն է։ Եվ այս ամեն ինչը բոլորի խաղերը բանին դագ է տնում, վտանգի դագ է տնում։ Միայն կորձոնը, միայն երգիրը, որուն համար այս ամեն ինչը իբր թե իննբաստ է խաղում, դա Իսրայելն է։ Ինչ կգարձեք, որ դեղի ունեցավ Նախիջևանի օդանավակայանի ռմբակոծման հետ կապված։ Ասեք ձեր կարծիքը, դա կարևոր է շատ։ Ես ուզում եմ ցեզ ասել, որ Բարսկաստանը գարիք չունի ինքից ինքը թաքցնելու, թե ինքը ում թեմ ընդհանրապես գրոհ է անում։ Բա Կատարի թեմ, Միացյալ Էմիրությունների թեմ, կամ Իրաքի թեմ, կամ այլ ամերիկյան բազաների թեմ իրեն կործած գրողները ինքը երբեք չի թաքցրել։ Բայց ինչ որ գվերապերի Նախիջևանի խնդիրը, ինքը բացեիպաց ասեց, մենք կորդ չունենք այս խնդրի հետ։ Սա ուրդեղից գալիս գրնակերևակայել, որ գալիս է։ Հիմա ոչ մեկը չի ոնց ասեմ, չի խոստովանել, որ ինքը արել է այս ամեն ինչը։ Եվ դժբախտաբար այդ դրոնները, որոնք ինքան Նախիջևանում, մեր տաշտի վրա չեն, որպեսզի կարողանան կերտալ եւ փեգորները ուղղակի քննենք, որպեսզի հասկանանք, թե ուրդեղից են գալի այդ դրոնները։ Բայց եթե դա Բարսկաստանը չի արել այդ ամեն ինչը, ուրեմն այդ ամեն ինչը արել է մի երկիր, որը հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը ներգրավվի այս հագամարտության մեջ եւ Թուրքիան։ Մի մոռանանք, որ Ղարսի 1921-ի պայմանակիրը շատ հստակորեն ինքը ընդգծում է,
որ որևէ մի երկիր, որ Նախիջևանի վրա երևակայեցեք 1921-ի մասին է խոսքը, որ Նախիջևանի վրա գրող ընդհանրապես թափի, դա պիտի հաշվի առնի, որ Թուրքիան պիտի ներքաշվի այդ հագամարտության մեջ։ Այսինքն սա Իրանի շահի մասին չի խոսում, ուրիշի մասին, ուրիշին շահի մասին է խոսում։